ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանության գալուց հետո առաջին անգամ պատրաստվում է հերթական ազգային ժողովի ընտրություններին։ Հիշում եք, որ 21 թվականին ունեցել են արտահերթ ընտրություններ վարչապետի հրաժարականից հետո, երբ հապճեպ կազմվել է ցուցակ եւ ցուցակը կազմվել է վարչության որոշմամբ, այսինքն վարչությունն է որոշել, թե ով պետք է լինի ցուցակում եւ ով որ համարը պետք է լինի ցուցակում։ Այժմ մեր համար նոր իրավիճակ է ստեղծվել կուսակցությունում, եւ մենք հապճեպ չենք որոշելու ցուցակը եւ կուսակցությունը իրենց վարչության նախագահի տարածել է հայտարարություն, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առաջադրվել, կարող են առաջադրվել նոյեմբերի 1-ից 30-ը եւ վարչությունը պետք է հաստատի թեկնածուների առաջադրվելը դեկտեմբերի 1-ից 31 ընկած ժամանակահատվածում, որից հետո հաստատված ցուցակը արդեն կդնի քվեարկության ամբողջ կուսակցության մեջ համագումարում, որտեղ 1000-ից ավել կուսակցականներ կքվեարկեն եւ որ թեկնածուն, որ շատ ձայն հավաքի կզբաղեցնի առաջի համարը, նրանից պակասը երկրորդ եւ այդպես կձևավորվի քանի հոգի կմասնակցի մոտ 300 կամ 380 հոգի հայտ են ներկայացրել այս պահին, մոտավորապես կարծում ենք, որ 300-ից 350 հոգի կլինի թեկնածու եւ պատվիրակները, այսինքն ամբողջ կուսակցության պատվիրակները 1100 մոտավորապես թվով կորոշեն, թե ով որ համարը պետք է լինի։ Նաև այս փուլում վարչությունը տեսեք մամուլում պատվերով ըստ իս պատվերով իբրև ստիվ, բայց դա պատվեր էր բացահայտ հրապարակում, որը նաև տարածվեց այլ լրատվական կայքերով, ես սրա մասին նաև կուսակցությունը բարձրացրել, իրականությունը եղել է հետևյալը, որ կուսակցությունը ինչ հրավիրել է ոնց որ մյուս թեկնածուներին եւ կարճ քննարկման արդյունքում հաջորդ օրից տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Հիմա այս պահին, կներեք, այս պահին ես ունեմ երկու հրապարակին հեսա կանդադառնամ ձեզ, չէ, ոչ միայն այս պատվերին, ես բոլոր պատվերներին կանդադառնամ, ես հիմա չեմ ուզում բանավեճի մտնեմ, ձեզ կանդադառնամ։ Հիմա ուրեմն ես ունեմ երկու ճանապարհ, առաջին գնալ տուն եւ չլինել հաջորդ ցուցակում, եւ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը իրացնելով իմ կուսակցականի իրավունքները, քանի որ մեր կուսակցության կամարադության բոլորդ գիտեք, որ կուսակցության անդամը իրավունք ունի բողոքարկելու կուսակցության մարմինների որոշումները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, ես բողոքարկելու եմ վարչության որոշումը, ոչ, խնդրում եմ մի ընդհատեք, դա ընդհակառակը սա անում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի նաեւ համար, կարող է դա բարձր հնչի, բայց ես այդպես եմ ցանկանում արտահայտվել, որովհետեւ ես դեռևս 2006 թվականից եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին եւ տարբեր ակցիաների մասնակցել եմ սկսած 2006 թվականից, երբ 14 տարեկան էի, 2007 թվականի իմպիչմենտի դաշինքի բոլոր երթերին եւ հանրահավաքներին եմ մասնակցել, հետո միասին մեր պայքարը շարունակել ենք 2008 թվականին արդեն հայ ազգային կոնգրեսի շրջանակներում